Սիրտանոթային հիվանդություններն այսօր ամբողջ աշխարհում համարվում են մահվան թիվ 1 պատճառը։ Այս հիվանդություններից ամեն տարի ավելի շատ մարդ է մահանում, քան քաղցկեղից եւ շնչառական վարակներից միասին վերցված։ Սիրտանոթային հիվանդություններից վաղաժամ մահերի մինչև 80%-ը հնարավոր է կանխարգելել վաղ հետազոտությունների եւ առողջ ապրելակերպի շնորհիվ։ Սրտի համաշխարհային օրը եւս մեկ առիթ է հիշեցնելու. սրտի առողջությունը քո ձեռքերում է։ Մի անտեսիր սրտի ձարկը։ Կրծքավանդակի հատվածում ցանկացած ցավի դեպքում դիմիր սրտաբանին։ Կանխարգելումը սկսում է մի պարզ քայլից։ Սրտի զարկերի կայունությունը առողջ սրտի գլխավոր ցուցանիշներից է։ Եթե հաճախ ես զգում սրտի անկանոն աշխատանք կամ ունենում ես հաճախասրտության հանկարծակի նոպաններ, ապա մի սպասիր, խորհրդատվություն ստացիր մասնագետից։ Որպեսզի չկորցնես սրտի զարկերը, մի անտեսիր զարկերակային ճնշումը։ Գլխուեղի եւ սրտամկանի կաթվածի կանխարգելման բանալին զարկերակային ճնշման հսկողությունն է։ Բաց չթողնելով եւ ոչ մի զարկ, ժամանակին անցիր սրտի համալիր հետազոտություն։ Սրտի յուրաքանչյուր զարկը կարևոր է։ Հրաժարվիր վնասակար սովորություններից, ծխախոտից, ալկոհոլից եւ անառողջ սննդակարգից։ Դա քո սրտի հանդեպ ամենօրյա հոգատարությունն է։ Ծխելը նվազեցնում է թթվասնի մատակարարումը սրտամկանին եւ բարձրացնում սրտի կաթվածի ռիսկը։ Մի թող որ ծխախոտի թեփուզ 1 կլանակը ընդհատի քո սրտի զարկը։ Օրական 25 րոպե արագ քայլելը կամ շաբաթական 3 անգամ 30 րոպե մարզվելը կարող է զգալիորեն նվազեցնել սրտի հիվանդությունների վտանգը։ Շարժվիր, թող քո սիրտը առողջ զարկի։ Առողջ սրտի բանաձևը իր մեջ ներառում է նաև բալանսավորված սնունդը, քաշի հսկողությունը, ստրեսների կառավարումը եւ բավականաչափ քունը։ Սիրիր քո սիրտը, խնայելով նրա ամեն մի զարկը։ Ամեն ինչ սկսում է սրտի զարկերից։ Խորհուրդ եմ տալիս հետևել գործընկերներիս խորհուրդներին, որովհետեւ սրտի առողջությունը քո կյանքի հիմքն է։